Որպես հիմք կանանց մասնակցության հետ կապված ուզում եմ հիշեցնել, իհարկե շատ այդ քաջատեղյակ եք, բայց այսպես նորից հիշեցնել, որ դեռևս 1992 թվականին են հիմնական հիմքերը դրվել, որ բոլոր արդյունավետ որոշումների կայացման համար կարևոր է բոլորի մասնակցությունը անկախ ստերից, տարիքից եւ այլն։ Եվ այստեղ ուզում եմ ներկայացնել զուգահեռները Օրհուսի կոնվենցիայի եւ կենսաբազմազանության կոնվենցիայի միջեւ։ Ինչպես գիտեք, Ռիոյի հռչակագրի հենց 10-րդ սկզբունքի հիմնական գործնական գործիքը դա Օրհուսի կոնվենցիան է, այսինքն Օրհուսի կոնվենցիան է տալիս գործնականում իրազեկ լինելու, մասնակցելու, արդարադատության, հասանելիության, հաշվետվողականության եւ այլ այդ գործիքակազմերը։ Միաժամանակ տարիների ընթացքում կենսաբազմազանության հարցերի մոնիտորինգի, առաջընթացի եւ այլնի գնահատման արդյունքում պարզ եղավ, որ շատ գործընթացներ դանդաղում են, չեն հասնում աշխարհի մակարդակով ցանկալի արդյունքի եւ այլ, եւ հենց դրա համար ձևավորվեց նոր կենսաբազմազանության նոր գլոբալ օրակարգը, որի մասին Տիկին Ալեքսանյանն խոսեց արդեն, Կումին Նորեալի գլոբալ շրջանակը։ Եվ այստեղ նաև մինչ այդ արդեն ձևավորվել էր այդ համայն հասարակություն, whole of society մոտեցումը, որը նաև շատ համահունչ է Օրհուսի կոնվենցիայի սկզբունքներին, եւ սա կարևորվեց եւ հիմքում դրվեց, որ կենսաբազմազանության կառավարման գործընթացում պետք է ներգրաված լինեն բոլոր շերտերը։ Մյուսը դա, որ կարևորվեց այս շրջանակով գիտելիքի, փորձի, փոխանակումը, ինչպես զարգացած ու զարգացող երկրների միջև, տարբեր խմբերի միջև, հասարակական կազմակերպությունների, գիտական սեկտորի եւ այլն, մոնիտորինգի եւ վերանայման մեխանիզմներ դրվեցին եւ հստակեցվեցին դերերը եւ սրանք նաեւ համահունչ են բնականաբար եւ բխում են Կումին Նորեալի այդ գլոբալ շրջանակի նոր 23 թիրախներից եւ դա պահանջում է նաեւ որ ազգային մակարդակում կողմերը երկրները սահմանեն իրենց ազգային թիրախները, որոնք աջակցեն այս գլոբալ թիրախներին հասնելու համար։ Եվ այստեղ մեջտեղում դուք տեսնում եք այն հիմնական խմբերը, որոնք տվյալ դեպքում համարվում են, այսպես ասած, շահագրգիռ կողմերը, թիրախային խմբերը եւ այլն։ Կառավարություն, բնիկներ, տեղական համայնքներ, մասնավոր ոլորտ, ֆինանսական կառույցներ, կանայք, երիտասարդներ, այս խմբերը հատուկ առանձնացվում են, քաղաքասարակություն եւ գիտական կազմակերպություններ ու գիտակրթականներ։ Ինչու է կարևոր դե իմ պրեզենտացիան հիմնական այդ կանանց մասնակցության շեշտադրմամբ է, որպեսզի կենսաբազմազանության գլոբալ շրջանակին կանայք իրենց մասնակցությունը ունենան, ինչպես արդեն ասացի, որովհետեւ տարբեր մոնիտորինգի գնահատումների եւ այլնի արդյունքում գաղտնիք չէ կլիմայի փոփոխության հարցերի հետ կապված էլ մենք ունենք տարբեր տվյալներ այն մասին, որ կանայք շատ հարցերի դեպքում կամ կանայք եւ տղամարդիկ տարբեր զգայունություն ունեն տարբեր հարցերի նկատմամբ, այդ թվում ջրի հասանելիության, բնական ռեսուրսների հասանելիության, դրանց օգտագործման ձևերի, խոցելիության եւ այլն առումով։ Դրա համար որոշվեց հատուկ նաեւ առանձնացնել կանանց խումբը, ինչպես նաեւ կարևորվում է, որպեսզի այս հատկապես խոցելի խմբերը, այսինքն բնիկ ժողովուրդները, տեղական համայնքները, երիտասարդները, կանայք ունենան լիարժեք եւ արդյունավետ մասնակցություն, որովհետեւ ոչ միայն թվերն են խոսում այն մասին, որ հավասարաչափ մասնակցություն չկա, բացի այդ նաև մենք գիտենք հաճախ թվերը կարող են ցույց չտալ իրականությունը, այսինքն անգամ եթե կանայք ներկա եղել, բայց ինչքանով են արտահայտել, այն ինչ որ ուզում էին ասել, ինչքանով է դա տեղ հասել, ինչքանով է տեղ գտել եւ այլ եւ այլ։ Այս նկարում օրինակ, այստեղ ես բերել եմ այն process-ից նկարներ, որը Հայաստանում տեղի ունեցել կենսաբազմազանության ուրեմն 7-րդ ազգային զեկույցի պատրաստման ընթացքում գլոբալ թիրախներից գրեթե բոլորը այս կամ այն կերպ առնչվում են տարբեր թիրախային խմբերի, այդ թվում կանանց։
Օրինակ, ասենք, եթե թիրախը վերաբերում է ֆինանսական միջոցների մոբիլիզացիային, մենք էլի այդտեղ կարող ենք, եթե խորանակ շերտերը բացենք, տեսնել կանանց մասնակցությունը, օրինակ ֆինանսները, որոնք ծախսում են այսինչ նպատակով, չգիտեմ, օրինակ կերակրող մայրերի եւ այլ ամենատարբեր հարցեր կարող են ծլելիության մակարդակի բարձրացում եւ այլ, էլի մենք կարող ենք տեսնել, որ ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիան իր մեջ պարունակում է նաեւ կանանց ուղղված հարցեր, կամ օրինակ տնտեսական զարգացման եւ այլ, ասենք, օրինակ այստեղ կարևորվում է, որ կենսաբազմազանության վրա բացասական ազդեցություն ունեցող գործունեության տեսակներ կամ ֆինանսները կամաց վերափոխվեն եւ օգտագործեն հակառակ դրական իմաստով եւ այլն։ Մյուսը, բայց հիմնական մենք ունենք ավելի գենդերակենտրոն, այսպես ասած, գենդերազգայուն թիրախներ, դա թիրախ 21-ը, երբ որ ասվում է, որ կենսաբազմազանության վերաբերյալ տվյալները եւ տեղեկատվությունը պետք է հասանելի լինեն բոլորին եւ բնականաբար հատկապես այդ մեր խոցելի թիրախումներին։ Մյուսը թիրախ 22-ը, որ մասնակցային որոշումների որ վերաբերում է մասնակցային որոշումների կայացմանը եւ արդարությանը, այստեղ կարևորվում է, որպեսզի ապահովի գենդերային հավասարությունը կանանց եւ աղջիկների լիազորությունների միջև երիտասարդների բնիկ տեղական էլեկտրոն խմբերի մասնակցությունը կենսաբազմազանության առնչվող որոշումների կայացման գործում։ Այսինքն ներդրվեն ջանքեր, հավասար պայմաններ, որպեսզի կանայք եւ աղջիկները հավասարապես տղամարդկանց ներգրավված լինեն պրոցեսներում, կամ օրինակ բնիկ ժողովուրդների կանանց այդ ավարտական գիտելիքները տեղ գտնեն, վերհանվեն, բարձրացվեն, տեղի ունենա ռեսուրսների ճիշտ բաշխում, տեղի ունենա ռեսուրսներից ստացված օգուտների արդար բաշխում եւ այլ։ Եվ 23-րդ թիրախը ծերտորեն առնչվում է նաեւ գենդերային գործողությունների ծրագրին, նաեւ ուրեմն նախորդ կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի նախորդ հանդիպմանը նաեւ ընդունվել է գենդերային ուղղվածության նոր փաստաթուղթ 22-30 թվականների համար, որը ավելի է մանրամասնում եւ հստակեցնում, թե կոնվենցիայի կողմերը կոնկրետ ինչ գործողություններ պետք է ձեռնարկեն, ինչպես եւ հետո դրանք ինչպես պիտի չափեն, որ գենդերազգայուն հարցերը ներկայացված լինեն ինչպես կենսաբազմազանության առնչվող քաղաքականություններում, այնպես էլ հարակից ոլորտների քաղաքականություններում դրանք ներառված լինեն։ Եվ այս առումով բնականաբար մենք պետք է վերանայենք մեր ազգային քաղաքականությունը, ռազմավարությունները, հավանաբար տեղյակ, որ հիմա կառավարությունը ձեռնարկում է ռազմավարությունների մշակում եւ բնականաբար այս հարցերը քննարկում են ներառելու նաեւ այս գործընթացում։ Եվ մի խոսքով սա կարևոր փաստաթուղթ է, որին հետևելով մենք կարող ենք այս հարցերը հնարավորինս ինտեգրել մեր քաղաքականության մեջ։ Հիմա պատկերացնենք հազարավոր հասարակական կազմակերպություններ կան, անհատներ կան, շրջակա միջավայրի պաշտպաններ, ակտիվիստներ եւ այլն, եւ նրանք բոլորը չեն կարող գնալ ու մասնակցել կողմերի հանդիպման այդ կարևոր բանակցային պրոցեսին, ձայնի իրավունք խնդրել, անգամ կես րոպեն կարևոր է, պատկերացրեք կարող մի տարի ձգվի այդ պրոցեսը։ Դրա համար կան Լիլիթի պրեզենտացիայում էլ էին ներկայացված, կան խմբեր, որոնց ինտեգրվելով քաղաքասերակցությունը կարող է գլոբալ առումով, աշխարհի տարբեր երկրներից ու անկյուններից լսելի դարձնել իր ձայնը եւ հնարավորություն ունենալ տեղ հասցնելու իր ասելիքը, ազդելու վերջնական որոշման վրա, բառ փոխելու, որը կարևոր նշանակություն ունի, ինչ-որ այդ ընթացքում նաև տերմիններ են ձևավորվում, օրինակ բնիկ ժողովուրդը որն է, տեղական համայնքներ ասելով ինչ ենք հասկանում այս կենսաբազմազանության գործընթացներում եւ այլն, այսինքն այս ամեն ինչի մասին հնարավոր է յուրաքանչյուրի ձայնը տեղ հասցնել տարբեր հասարակական նախաձեռնությունների եւ ցանցերի միջոցով, որոնք տվյալ դեպքում կենսաբազմազանության կոնվենցիայի շրջանակում ճանաչված են կոնվենցիայի քարտուղարության կամ ասենք ՄԱԿ-ի կողմից։ Կենսաբազմազանության ուրեմն կոնվենցիայի քարտուղարության կողմից ճանաչված երկու հիմնական այդպես
կոնկրետ թիրախմբի վերաբերող այդ երկու հարթակները, միավորումները, ցանցերը, ոնց ուզել կարող ասել, կանանց ուրեմն խումբներ, հա, կանանց հասարակական կազմակերպությունների եւ անհատների, որ կոչվում է Women Caucus կամ CPD Women են կարճ ասում, եւ ուրեմն երիտասարդների գլոբալ ցանցը։ Եվ այս կանանց խումբը ձևավորվել է դեռ տարիներ առաջ, ունի առանձնահատուկ ակրեդիտացիա, ճանաչված է կոնվենցիայի քարտուղարության կողմից եւ առաջ է տանում կանանց ներգրավման, կանանց ձայնելսելի դարձնելու հետ կապված հարցերը։ Այս պահի դրությամբ կազմակերպությունը ունի 700 անդամներ 90 երկրների, ավելի քան 350 կազմակերպությունների։ Բոլոր ֆորումները տեղի են ունենում Աբուձոնում։ Հիմա ես ձեզ մի փոքր էլի չնայած շատ խճճված է տարբեր ընթացակարգեր կար, բայց մի փոքր էլի բացատրեմ ինչա սա իրենից ենթադրում։ Սրանք այն հիմնական ուղղվածության, ուրեմն կարևոր ուղղվածություններով միջոցառումներն են, որոնք տեղ ունեն այս կենսաբազմազանության շրջանակում եւ կարևորվում է եւ COP17-ի ժամանակ սրանց առնչվող փաստաթղթեր են ընդունվել։ Օրինակ, ֆինանսների մոբիլիզացիայի, հա, ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիայի հետ կապված, բնիկ ժողովուրդների իրավունքների եւ ավանդական գիտելիքների հետ կապված, կանանց մասնակցության հետ կապված եւ այլն։ Դրա համար պատահական չեն այս թեմատիկ զուգահեռ միջոցառումները, բացի այդ, սրանք նաև նախորդ կոպի ժամանակ են եղել մի փոքր հնարավոր է տարբեր անվանումներով եւ դրա նախորդի ժամանակ է։ Հիմա, օրինակ, երբ որ դուք դիմում եք կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությանը site event-ի համար եւ ենթադրենք, ընդ որում ես հիմա գիտեմ նաեւ հնարավոր է մեյլերի չաշխատել է դրանով է պայմանավորված, որ շատ մեծ թվով հայտեր են ստացվել, հնարավոր է օրինակ, որ ձեր site event-ը CPD-ն իր օրակարգին այնքան էլ համահունչ չի համարում կամ արդեն տեղ չունի կամ ինչ-որ մի բան եւ ինքը դա ձեզ մերժում է, օրինակ։ Բայց դուք արդեն գիտեք, որ կա կանանց ֆորում, որը տեղի ունենալու հոկտեմբերի 27-ին, կանանց ֆորումի օրակարգը եւ երիտասարդական ուրեմն համաժողովի օրակարգը ձևավորում են հենց այդ հասարակական կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունների ցանցը, որի մասին ես ասացի։ Իհարկե դա տեղի ունենում քարտուղարության հետ համագործակցություն, բայց իրենք են ձևավորում իրենց օրակարգը եւ սրան CBD-ներ շատ չի, այդ քարտուղարություններ շատ չի խառնվում եւ նախագահող երկիրը առավել եւս։ Ես հաջորդիվ կասեմ ինչու է կայանում կոնկրետ մեր դերը։ Եվ եթե օրինակ դուք ունեք այդ կարևոր հարցը, որ անպայման ուզում եք, որ այդ մասին հենց կապույտ զոնայում քննարկվի եւ այլն, քանի որ դեռևս այս օրակարգերը վերջնական ձևավորված չեն, դուք կարող եք դիմել արդեն կոնկրետ այս ֆորումի հիմնական շահառուներին, հա, հիմնական կազմակերպողներին, օրինակ կանանց նետվորքին եւ խնդրել, որ իրենց օրակարգում նաեւ ներառեն այդ հարցը, օրինակ կանանց մասնակցության հետ կապված ինչ որ սպეციფიկ հարց, որը դուք շատ կարևորում եք ու արդեն բանակցեք կոնկրետ իրենց հետ։ Հա, լավ, կներեք, ինչ արած պետքա խոսեմ, որ հարցնեմ։ Ուրեմն դե բնականաբար նախադեպ սա միջոցառում է մեր երկրի համար եւ ես օրինակ չունեմ տեղեկություն նախորդիվ օրինակ կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայով գիտեմ, որ ունենք ակրեդիտացիա ունեցող հասարակական կազմակերպություններ, բայց կենսաբազմազանությունով մենք ընդհանրապես մի կազմակերպություն ենք ունեցել ակրեդիտացիա ունեցող, բայց այս գործընթացը նպաստեց, որ նաև մեր քաղաքասարակությունը ավելի տեղեկացվի, տեղյակ լինի եւ մենք արդեն ունենք մի շարք կազմակերպություններ, որոնք ստացել են ակրեդիտացիա եւ դա նաև ապագային ուղղված է, հա, ոչ միայն այս կոպին մասնակցության համար։ Հա, ինչ եմ ուզում ասել, մի խոսքով հիմա հաշվի առնելով հատկապես, որ հյուրընկալող երկիրը Հայաստանն է եւ կարեւորելով հենց Հայաստանի կանանց հասարակական կազմակերպությունների մասնակցությունը,
CPD այդ կանանց քոսուսի, կանանց համայնքի այդ կազմակերպության հետ պայմանավորվածության հիման վրա կազմակերպվում են կարողությունների զարգացման ուրեմն տարբեր նախաձեռնություններ։